Շնորհակալություն, պարոն Ֆարմանյան, դուք տնտեսագիտական գիտությունների թեկնածու եք եւ հարցս հետեւյալն է վերաբերվում։ Խնդրում եմ ասեք ձեր կարծիքը թիպ նախագծի վերաբերյալ, տնտեսական եւ քաղաքական հետևանքների վերաբերյալ։ Ինչու եմ այդ հարցը տալիս, որովհետեւ ձեր գործընկերները ԱԺ փոխոսնակ ընտրված պարոն Վարդևանյանը եւ խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանը օրինակ Հայաստանի Հանրապետության քարտեզի վերաբերյալ հստակ կարծիք չասեցին։ Հստակ կարծիք չի հնչում խաղաղության պայմանագրի վերաբերյալ եւ այլ հարցերի վերաբերյալ։ Խնդրում հստակ ձևակերպեք ձեր պատասխանը թիպ նախագծի վերաբերյալ։ Շնորհակալ եմ։ Սկսեմ վերջից ձեր թույլտվությամբ։ Ուրեմն ինչ վերաբերում է խաղաղությանը։ Դուք եք հայտարարում, որ խաղաղությունն արդեն եկել է։ Մենք չենք հայտարարում, մենք գտնում ենք, որ խաղաղության պայմանագիր դեռևս չկա կնքված կամ բազմաթիվ ռիսկեր, ձեր դիրքորոշումն է, ձեր կարգախոսն է, տեր կանգնիր խաղաղությանը։ Հիմա ուզում եմ հարց տալ։ Խաղաղության շրջանակներում դուք ասում եք, որ Ադրբեջանից մենք ունենք ապրանքներ ներկրվող, որը խաղաղության բաղադրիչ է, եւ այս առումով արդեն խաղաղությունը եկել է, մենք ապրանքներ ենք ներմուծում եւ այլն եւ այլն։ Իմ բազմաթիվ հարցազրույցների ժամանակ հնարավորություն ունեցել եմ այդ թեմային անդրադառնալ եւ մի պարզ հարց եմ տվել, որ արդյոք դա չի ենթադրում փոխադարձության սկզբունք։ Ձեր կառավարությունը պարզ հայտարարում էր դեկտեմբեր ամսին դեռևս, որ մենք համապատասխան ապրանքների ցանկ ենք կազմել, ուղարկել ենք Ադրբեջան, որպեսզի հասկանանք Հայաստանից ինչ է հնարավոր արտանել։ Չնայած ես իմ մասնագիտական կարծիքն ունեմ, որ դա անհնար բան է գործնականում, բայց հարց դեկտեմբեր ամսից առ այսօր արդեն օգոստոսն է։ Ինչ թեկուզ մեկ լումայի ապրանք է արտանվել Ադրբեջան։ Չկա։ Միանգամից ասեմ հարցի պատասխանը։ Այսինքն սրանով փաստում ենք, որ խաղաղություն դեռևս չի եկել եւ գոյություն չունի փոխադարձության սկզբունք։ Ինչ վերաբերում է TRIP նախագծին։ Ինչպես մեր քաղաքական ղեկավարը, ինչպես մեր խմբակցության ղեկավար պարոն Կարապետյանը նշել է, ես այդ կարծիքը կիսում եմ, որ չի կարելի սկսել զրոյական կետից, այնպես ինչպես դուք եք ժամանակին սկսել զրոյական կետից եւ մենք այդ հետևանքները տեսել ենք, բայց մենք ունենք TRIP-ի հետ կապված հստակ կարմիր գծեր, ընդ որում մասնագիտական կարմիր գծեր ունեմ այստեղ։ Առաջին, դա եթե տարանցիկ ճանապարհ է սովորական, մենք խնդիր չունենք TRIP-ի հետ։ Բայց երբ որ դուք նայում եք այդ պայմանագիրը փաստաթուղթ համապատասխան, որտեղ հանդիպում ենք մի եզրույթի, որը հետեւյալն է, անխոչնդոտ։ Ինչու այդ բառը նշում, իմ մոտ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եվ անխոչնդոտ բառի տակ ես կարող եմ հասկանալ, որ ապրանքները, որոնք ներկրվում են Ադրբեջանից Թուրքիա, Թուրքիայից Ադրբեջան, ուրեմն անխոչնդոտ, եթե երթևեք են, եթե դա չլինի տարանցիկ ճանապարհ, ես տեղեկատվության չեմ տիրապետում։ Մենք Ես անձամբ ես լավ խմբակցության անունից չասեմ, որ թյուրիմացություն չառաջանա, ես դեմ կլինեմ այդ նախագծին, որպես մասնագետ։ Ինչ վերաբերում է անխոչնդոտի հաջորդ շարունակությանը, տեսեք ինչ խնդիր կա։ Եվրասիական միության պայմանագրի շրջանակներում բոլոր այն ապրանքները, որոնք ներկրվում են Եվրասիական միության տարածք, դրանք ավտոմատ ձեռք են բերում Եվրասիական ապրանքի կարգավիճակ, այնուհետև հեշտությամբ շրջանառվում են ողջ ԵԱՏՄ տարածքում։ Հիմա իմ մոտ հարց է առաջանում, երբ որ ապրանքը մտնի Թուրքիայից, ասենք Հայաստանի տարածք, եթե անխոչնդոտ է լինելու, հնարավոր է արդյոք, որ այդ ապրանքը կորի Հայաստանում ճակերտավոր, հետո հայտնվի Ռուսաստանի Դաշնությունում, եւ մեր գործընկեր երկրները խնդիր դնեն մեր առաջ, ասեն ձեր պատճառով միասնական պետական բյուջեն տուժվում է։ Ընդ որում այդ թիվը 17 միլիարդ դոլար է, քիչ թիվ չի, եւ որի 1.22%-ը գալիս է Հայաստան։ Եթե մենք նախկինում մինչև ԵԱՏՄ անդամ դառնալ ունեինք տարեկան կտրվածքով ներողություն եմ խնդրում 30 վայրկյան, ունեինք մոտ արապես 90 միլիոն դոլարի կարգի, եթե չեմ սխալվում, այժմ ունենք մոտ 202-203 միլիոն դրամ մուտքեր։ Այս ԵԱՏՄ-ի արդյունքում փաստն եմ ուղղակի արձանագրում, ամփոփելով միտքս TRIP-ի հետ կապված, եթե դա լինելու է տարանցիկ ճանապարհ, խնդիր չեմ տեսնում։ Արձագանք Տիկին Սինորյան։ Պարոն Ֆարմանյան, այս իրավիճակում հարցերը ես եմ տալիս, ըստ էության, այսինքն դուք ինձ հարց ուղղելու հնարավորություն չունեք, հարցը տալու համար կա արժեկանոնակարգ օրենք, որով սահմանվում է, որ կառավարությանը կարող եք հարցեր ուղղել համապատասխան քարոզիան նիստերի ընթացքում։ Դա ուղղակի իգիտություն ընդունեք եւ կարող եք կանոնակարգ օրենքը եւս մեկ անգամ կարդալ։ Իսկ ինչ վերաբերվում է TRIP-ին, բոլոր փաստաթղթերը հրապարակված են եւ դրա վերաբերյալ թե հանրապետության վարչապետը եւ թե արտգործնախարարը մի քանի անգամ արդեն մեկնաբանել են։ Ես միայն ուրախ կլինեմ, որ Հայաստանում խաղաղություն լինի, ամենայն անկեղծությամբ, ես միայն ուրախ կլինեմ, որ լինի փոխադարձության սկզբունք, ես չեմ չարախնդում, ի տարբերություն ես չգիտեմ, այլ քաղաքական ուժերի չեմ ուզում թերագնահատել, ոչ էլ ուզեմ մեր հետ համեմատել, մենք ունենք
պետության, երբ որ մի խնդիր բխում է մեր երկրի, մեր քաղաքացու բարեկեցության շահերից, ամենայն անկեղծությամբ, այդտեղ չի կարելի ասել, այդ իմ ասած օրինակով ձյունը սպիտակ չի։ Ձյունը սպիտակ է։ Հիմա դուք հարցրեցիք թրիփից, հստակ պատասխանս հետեւյալն է. եթե դա լինի տարանցիկ ճանապարհ, բացարձակ խնդիր չկա, մի բան էլ կողմ կլինենք դրա զարգացմանը եւ խաղաղության հաստատման, ինչի մասն է խոսքը։